մեր պատգամի սա է, երբ արգելվածը դառնում է ցանկալի։ Կարդանք դարձյալ Հեսու գրքից 6-րդ գլուխ 17 եւ 18-րդ համարները։ Նախ եւ առաջ հետո կընթերցենք 7-րդ գլուխ առաջին համարը։ Քաղաքն ու անոր մեջ եղածները տիրոջմե նզովված ըլան։ Միայն Ռախաբ պոռնիկը մեր ղրկած լրտեսները պահելուն համար ողջ թող մնա, թե ինք եւ թե իրեն հետ տանը մեջ բոլոր եղողները։ Բայց դուք ամեն կերպով զգուշացեք, նզովված են։ Չլա որ նզովված են առնելով դուք ալ նզովված ըլլակ ու Իսրայելի բանակը նզովքի մեջ ձգելով զանիկա նեղության մեջ մատնեք։ Եվ 7-րդ գլուխ առաջին համարը։ Բայց Իսրայելի որդիները նզոված բաներուն պատճառով հանցանք գործեցին, քանզի Հուդայի ցեղեն Զարայի որդին, Զարդին որդին, Քարմին որդին ակար նզոված են առավ Տիրոջը բարկությունը Իսրայելի որդիներուն վրա բորբոքվեցավ։ Որպեսզի հիշենք պատմությունը, պարզապես ասեմ, որ Աստված իր ժողովրդին առաջնորդեց Քանանու երկիրը, որոնց որ խոստացել էր այդ երկիրը տալու 40 տարի մաքարոններից հետո անապատում շրջագայելուց հետո եկան եւ հասան Հորդանան։ Եվ Աստված հրաշքով բացեց Հորդանան գետը եւ Իսրայել ժողովուրդը, որ գալիս էր Եգիպտոսի գերությունից, ներս մտավ երկիր, կանանացիների երկիրը մտավ։ Եվ այդ ճանապարհին, ինչպես սկզբում էլ ասացի, առաջին ուրեմն արգելքը Երիքով քաղաքն էր, որը հսկայական պարիսպներ ուներ, բարձր պարիսպներ ուներ։ Եվ Աստված պատվիրեց, որպեսզի այդ քաղաքը գրավեն, սակայն ինչպես, ինչ կերպ, երբ որ այս ժողովուրդը չուներ պետք եղած ռազմամթերքը, չուներ պետք եղած փորձառությունը նմանատիպ քաղաքներ գրավելու։ Բայց Տերը մի զարմանալի բան ասաց նրանց, զարմանալի պատվեր տվեց, եւ պատվերը սա էր, որ ամբողջ ժողովրդով լռությամբ 6 օր շարունակ մեկ շրջան կգործեք քաղաքի պարիսպների շուրջը, լռությամբ։ Եվ 7-րդ օրը 7 անգամ շրջան կգործեք պարիսպների շուրջը։ Եվ երբ որ փողերը հնչեն քահանաների, այդ ժամանակ բոլորդ բարձր ձայնով աղաղակեք։ Եվ ժողովուրդը այդպես էլ արեց։ Նման բան անելու համար մեծ համարձակություն էր պահանջվում ժողովրդից։ Եվ հավատք, եւ հնազանդություն, որտեղ նման պրակտիկա ռազմավարության մեջ երբեք չի գործադրվել։ Քաղաք գրավելու համար ինչ է նշանակում քաղաքի շուրջը 7 օր շարունակ դառնալը։ Սակայն շատ բաներ կարող է մեր մտքից, մեր տրամաբանությունից վեր լինել, բայց երբ որ Աստված քեզ մի պատվեր է տալիս, երբ որ քեզ Աստված ասում է այս բանը, արա, դու պարզապես հնազանդվիր նրան, արդյունքները թող Աստծո։ Որովհետև Աստված չի գործում մարդկային ճանապարհներով։ Աստված կարիք չունի մարդկային խորհուրդների։ Աստված վեր է մեր խորհուրդներից, եւ Տերը իր հզոր բազուկով այդ պարիսպները քանդեց։ Եվ երբ որ պարիսպները քանդվեցին, ժողովուրդը շիտակ ուղիղ ներս մտավ քաղաք։ Բայց նախքան ներս մտնելը Աստված առաջնորդի միջոցով, Հեսուի միջոցով, որ Մովսեսի հետնորդն էր, այո, եւ նա էր առաջնորդում ժողովուրդը։ Ուրեմն Աստված Հեսուի միջոցով պատվեր տվեց, ասաց. երբ որ քաղաք կմտնեք, հիշեք, որ այդ քաղաքում ամեն բան Աստծո կողմից անիծված է կամ նզովված է։ Չլինի թե հանկարծ որևէ մեկ բանի դիպչեք, որևէ մեկ բան առնեք, որևէ մեկ հարստություն առնեք, այդ ամենը կործանման ենթակա է։ Սա Աստծո պատվերն էր։ Եվ ժողովուրդը ներս մտավ։ Երբ որ ժողովուրդը ներս մտավ, ժողովրդի միջից գտնվեցին մարդիկ Հուդայի ցեղից, որոնք որ տեսնելով ոսկին, տեսնելով արծաթը, տեսնելով հարստությունը, չդիմացան եւ թալան արեցին։ Աքարն էր այդ մարդը։ Նա թալան արեց, մի ժողովուրդը զբաղված էր քաղաքը գրավելով,
Նրան հետաքրքրում էր այդ փայլը, այդ ոսկին, այդ արծաթը, այդ հարստությունը։ Եվ գողացավ այն եւ տարավ ու իր վրանի տակը թաքցրեց։ Աքարի այս արարքը կարծես թե գրեթե ոչնչացրեց Երիքովի պարիսպների ավիրման ազդեցությունը, այդ մեծ հրաշքի ազդեցությունը, որ կար ժողովրդի վրա։ Այո, այդ մեծ հրաշքը, որ տեղի էր ունեցել, Աքարն իր այս արարքով, այս թալանով, նա կարծես ոչնչացրեց դրա ազդեցությունը, դրա էֆեկտը, որով որ ազդված էին մարդիկ։ Փաստորեն Իսրայելի մեջ գտնվեցին մարդիկ, որոնց համար երկրորդական կարևորություն ուներ այդ մեծ հրաշքը։ Իրենց աչքը տեսնելով այդ մեծ հրաշքը կարող էին արհամարել, կարող էին մի կողմ դնել այդ ամենը եւ ավելի բավարարեին իրենց ցանկությունները։ Ինչպես կարող է մարդն այդպես արագ մոռանա Աստծո հրաշքը։ Ինչպես կարող է մարդ այդպես արագ իր հայացքը Աստծուց շեղի ուրիշ բաների վրա։ Ինչը կարող է այդքան ուժ ունենալ, որպեսզի մեզ շեղի Աստծուց։ Ինչը կարող է այդքան ուժ ունենալ, որ լռեցնի մեր մեջ Աստծո ձայնը։ Դա մեր ցանկություններն են։ Մարդու ներքին ցանկությունները կարող են այնքան ուժեղ լինել, այնքան բարձր ձայն ունենալ, որ լռեցնի այն Աստծո ձայնը, լռեցնի այն Աստծո կամքը։ Ամենափոքր իսկ թվացող ցանկությունը, եթե այն չղեկավարվի, այն չկառավարվի, այն կարող է սարսափելի ազդեցություններ թողնել մեր կյանքի վրա։ Ինչ ես դու կամենում, այս կարևոր հարցն եմ ուզում տալ քեզ։ Սա շատ կարևոր հարց է, որ ամեն մեկս մեզ պետք է տանք։ Ես չեմ ասում, թե ինչ է Աստված կամենում, այլ ինչ ես դու կամենում, որովհետև մեր կամեցողության ձայնը ի զորու է խլացնելու Աստծո ձայնը։ Դրա համար շատ կարևոր է, թե դու ինչ ես ցանկանում։ Քեզ համար ճշտիր, թե դու ինչ ես կամենում, ինչ ես ցանկանում այս աշխարհում, այս կյանքում։ Աստծո կամքը կարող է քեզ համար ամեն ինչ արժենալ եւ նույնպես Աստծո կամքը քեզ համար կարող է ոչինչ չարժենալ, երբ որ դու դա չես կամենում։ Աստծո կամքը կարող է մեծ ազդեցություն ունենալ քո կյանքիդ վրա, եթե դու Աստծո կամքն ես փափագում։ Նույնպես եւ Աստծո կամքը կարող է ոչինչ արժենալ քեզ համար, եթե դու քո ցանկություններից բավարարելու ետևից ես ընկած։ Ճշտիր քո մեջ ինչ ես ցանկանում։ Եվ հետո ճշտիր, թե ինչ է Աստված ցանկանում։ Իսկ Աստծո կամքը հստակ էր, եւ այսօր խոսելու ենք դրա մասին։ Աստծո կամքը հստակ էր։ 3 կարևոր բաներ ասեց Տերը։ Առաջինը ասաց, որ Աստծուց ամեն բան անիծված է այդ քաղաքում։ Այդ քաղաքի մեջ ամեն բան անիծված էր։ Եվ Տերը պատվիրում է, ասում է, դուք ամեն կերպ զգուշացեք, որպեսզի անիծվածին չդիպչեք։ Ամեն կերպ զգուշություն արեք, որպեսզի այդ անիծվածից չվերցնեք։ Ինչու համար էր Տերը անիծել ամեն բան այս քաղաքում։ Սիրելի բարեկամներ, Երիքով քաղաքը հայտնի էր իր կռապաշտությամբ եւ իր անառակություններով։ Այդ հաստ պարիսպների ներսը մի ուրիշ աշխարհ էր։ Այսօր գիտնականները պեղումներ են կատարում Երիքովում եւ հայտնաբերել են շատ բաներ Երիքովից, այն 5000 տարի առաջվա քաղաքի մնացորդներն են հայտնաբերել։ Զարմանալի բաներ են հայտնաբերել այնտեղ։ Վերջերս նայում էի հեռուստատեսությամբ մի հաղորդում, որ ամերիկյան National Geographic, ուրեմն այս հեռուստաընկերությունն էր ցուցադրում, նրանք ցույց տվեցին, թե ինչպես այն ժամանակ Երիքովի բնակիչները պաշտամունք են մատուցել իրենց մեռած ազգականներին։ Ուրեմն իրենց ծնողների գլուխները կտրում էին, զմրսում էին եւ վերում դնում էին իրենց տան մեջ ու պաշտամունք էին մատուցում նրանց գլուխներին։ Այսպիսի ահավոր սարսափելի կրոններ եւ պաշտամունքի առարկաներ կային տան մեջ, նույնպես եւ պղծություններ։ Այդ տարածաշրջանի ժողովուրդը հայտնի էր
իրենց ուրեմն մանուկների զոհաբերությամբ իրենց չաստվածներին զոհեր էին մատուցում եւ ամենամեծ նվերը, ամենաթանկ նվերը, որ կարող էին իրենց չաստվածներին մատուցել, դա իրենց զավակներն էին։ Կարդացեք պատմությունը եւ կտեսնեք Փյունիկիայի եւ դրանից ներքև գտնվող ազգերի ժողովուրդների մեջ ինչ սովորույթներ կային, որ ամենաահավոր բաներից մեկը այդ մանուկների զոհաբերությունն էր։ Այս տարածաշրջանն էր, որ Աստծո ժողովուրդը պիտի մտներ։ Եվ այս մարդկանց ունեցած հարստությունը Աստծո աշկին պիղծ էր, որովհետև պղծության ճանապարհով թալանի, գողոնի եւ տարբեր պղծությունների շնորհիվ էին այս հարստությունը կուտակել։ Եվ Աստծո առաջ այն պիղծ էր, դրա համար Տերը պատվիրում է, ասում է, որ այս երկրի մտնելով ոչ մի բանի չդիպչեք, որովհետև ամեն բան անիծված է այս երկրում։ Հիմա տեսեք, Աստված արեց այս ժողովրդի համար, իսրայելցիների համար արեց անհնարին թվացողը, չէ՞։ Ինչ արեց։ Նա փաստորեն քանդեց այն պատերը, որ իսրայելցիները երբեք չպետք է կարողանային քանդել։ Նրանք երբեք չպետք է կարողանային գրավել այս քաղաքը առանց Աստծո միջամտության։ Եվ հիմա պատերը քանդված են, Աստված արել է ամեն բան։ Ձեզ պետք է միայն ուղիղ ճանապարհով ներս մտնել։ Բայց մի բան կա, որ ձեր բաժիններ անելու, ժողովրդի բաժիններ անելու, դա ինչ էր։ Զսպել սեփական անձի ցանկությունները։ Այսինքն, այստեղ պայքարը ոչ թե քեզանից դուրս է։ Քեզանից դուրս եղած պայքարը Աստված կանի քո համար։ Որտեղ բաներ կա, որ դու չես կարող փոխել, չէ՞։ Դուրսը այնպիսի բաներ են կատարում, որ քո ուժերից վեր է այն փոխելը։ Մենք շատ հաճախ ուզում ենք մեզանից դուրս փոփոխություններ բերել։ Այնինչ մեր կռիվը, մեր պայքարը մեր մեջ է։ Մեր մեջ պետք է ուղղված լինի այդ պայքարը։ Եվ Տերն ասում է, հիմա Տերը իմանալով հանդերձ ինչեր պետք է տեսնեն այնտեղ, ասում են նայեք, որ պիղծ բանի անիծվածին ձեռք չտակ, չվերցնեք այն։ Այստեղ պաստորին կռիվը պետք է ուղեր, մարդիկ պետք է կռիվը ուղեին իրենք իրենց մեջ, իրենց ցանկությունների դեմ պիտի պայքարեն։ Անիծված խոսքը նշանակում է Աստծո ներկայությունից զուրկ, Աստծուց հեռացված։ Անիծված խոսքը նշանակում է պատժված, նշանակում է Աստծո համար ոչ հաճելի, Աստծո համար ատելի, Աստծո համար զզվելի մի բան։ Հիմա այս մարդիկ, այս իսրայելցիները, լինելով Աստծո ժողովուրդը, տեսնելով թե ինչպես է Աստված իրենց համար պայքարում, իրենք պետք է հնազանդվեին Տիրոջը եւ ձեռք չտային այն բանին, որը որ Աստված ատում էր, Աստված զզվում էր։ Հիմա դու պետք է կարողանաս քո կյանքիդ համար զանազանես, թե դու ում բանակից ես։ Աստծո թե չարի։ Ում կողմից ես դու։ Ով է քո Տերը, ով է քո Աստվածը, ով է քո առջևից գնացողը։ Եվ ում համար հաճելին ես անում։ Եթե Աստված ատում է, դու ինչպես կարող ես այն սիրել։ Եթե մի բան Աստված անիծել է, ինչպես կարող ես դու այն արժևորել, այն թանկ համարել։ Հովհաննես Ավետարանիչը իր առաջին նամակի մեջ, 2-րդ գլուխ 15-ից 17 համարների մեջ ասում է. մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը կսիրե, անոր ներսդին հոր սերը չկա։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքին ամբարտավանությունը հորից չէ, հապա այս աշխարհից է։ Աշխարհս էլ կանցնի, նրա ցանկությունն էլ, բայց նա, որ Աստծո կամքը կկատարե, հավիտյան պիտի մնա։ Տերը պատվեր է տալիս մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է, որովհետեւ նա, որ սիրում է այն ինչ որ աշխարհի մեջ է, նրա մեջ հոր սերը չկա։ Պիղծ բանին, որպեսի չդիպչես, մեղքին, որպեսի չդիպչես, որպեսի ատես այն ամենը, ինչ որ Աստված է ատում, շատ կարևոր է, որպեսի սիրես Աստծուն։ Եթե դու Աստծուն չսիրեցիր, եթե Աստծուց առավել սիրեցիր ուրիշ մի բան, դու երբեք չես անի Աստծո կամքը։ Աստծո կամքը որքան էլ այն բարձր հնչի, եթե Աստված ամենամեծ հրաշքներով հայտնվի ինձ եւ քեզ, եթե Աստված ուղղակիորեն խոսի երկնքից իմ եւ քո հետ, այդ խոսքը, այդ հրաշքը զրո կարժենա, եթե մենք չենք սիրում Աստծուն։
Իսկ եթե սիրում ես Աստծուն, Աստծո ամենափոքր իսկ պատվերը քեզ համար կդառնա սրբություն եւ ողջ էությամբ, ողջ ցանկությամբ կփափագես կատարել այն։ Մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է, որովհետեւ ով որ սիրում է աշխարհը, նրա մեջ Աստծո սերը չկա։ Իսկ ինչ աշխարհի մեջին, ասում է մարմնի ցանկություն, այս աշխարհի ամբարտավանություն։ Աշխարհ կոչվածը չի նշանակում մեր երկիրը, մեր մոլորակը կամ մեր բնությունը, սա նկատի չունի, այլ աշխարհի այն մեղավոր սկզբունքները կամ այն մեղավոր պիղծ հոգեբանությունը, որ տիրում է մարդկանց մեջ։ Եվ ընդհանրապես նյութեղենը մի սիրեք այն։ Նյութը մի սիրեք, նյութը գործածեք ի բարին, բայց երբեք այն թող չդառնա ձեր սիրո առարկան, որովհետև երբ որ այն դառնում է սիրո առարկան, այն աստվածանում է քեզ համար։ Իսկ երբ որ այն աստվածանում է քեզ համար, երկնքի ու երկրի Տերը քեզ համար կարող է ոչինչ արժենալ, քանի որ քո սերը տվել ես նյութեղենին։ Կարևոր չի թե դու ամեն կիրակի գալիս ես եկեղեցի, կարևոր չէ թե դու, չգիտեմ, սուրբ գիրք ես կարդում, աղոթք ես անում կամ քրիստոնյա ես կոչվում, սա կարևոր չի։ Կարևոր չի թե դու բերանով ինչ ես դավանում, ինչ ես խոսում բերանով։ Կարևոր չի, եթե դու քո սերը տվել ես նյութին, Աստված քեզ համար զրո է, ոչինչ է։ Աստված երբեք չի կարող մեր կյանքում երկրորդական, 10-րդական տեղ գրավել։ Կամ ամեն ինչ է Աստված, կամ ոչինչ է Աստված մեր կյանքում։ Այդ իսկ պատճառով ում ես սիրում դու, ինչն ես սիրում ամեն բանից առավել։ Քո սեփական ցանկությունները, քո սեփական նպատակներդ, քո կարիերան, թե Աստծուն, թե Աստծո կամքը։ Ինչն ես ցանկանում դու ամենից շատ։ Երկրորդ Տերն ասաց, առնելով դուք էլ կնզովվեք։ Եթե ասում է այդ հարստությունը առնեք, այդ գանձերը առնեք, դուք ինքներդ էլ կնզովվեք։ Կարևոր է հասկանալ մի ճշմարտություն, որ Աստված, երբ որ մեզ ասում է այս բանին մի դիպչիր, երբ որ Աստված ասում է այս բանը մի արա, երբ որ Աստված ասում է այս մեղքից հեռու մնա, այս ամեն ինչը Աստված չի ասում իր քմահաճույքի համար։ Այսինքն Աստված սա չի ասում, որովհետև նա ցանկանում է իր իշխանությունը տարածել մեր կյանքերի վրա։ Նա չի ցանկանում սրանով սահմանափակել քո իրավունքներդ։ Նա չի ցանկանում քեզ ճզմելով ինքը բարձրանա։ Երբ որ Աստված քեզ ասում է պիղծ բանի մի դիպչիր, ասում է, որովհետև դու էլ կպղծվես, որովհետև դու էլ կազդվես դրանից։ Ուրիշ խոսքով ասած, Եզեկիել մարգարեությունից եմ ուզում մեջ բերել մի խոսք, որ Աստված ինքն է ասում Եզեկիել 18-րդ գլուխ 31-32 համարների մեջ. Ձեր ըրած բոլոր հանցանքները ձեր վրայեն նետեցեք, ձեզ նոր սիրտ ու նոր հոգի ստացեք, ինչու մեռնեք ով Իսրայելի տուն։ Վասնզի մեռնողին մեռնելը չեմ ուզեր, ասում է Տեր Եհովան, ուստի դարձեք ու ապրեք։ Ասում է, ես մեռնողին մեռնելը չեմ ուզում։ Երբ որ Աստված քեզ ասում է պիղծ բանի մի դիպչիր, երբ որ քեզ Աստված ասում է այս մեղքը մի արա, այս արարքը մի գործիր, երբ որ Աստված այդ ամեն ինչը քեզ ասում է մեկ նպատակի համար, որովհետև մեր մեռնելը չի ուզում։ Որովհետև ես ձեր մեռնելը Տերն ասում է չեմ ուզում։ Ես ձեր պատիժը չեմ ուզում։ Ես ձեր դատաստանը չեմ ուզում։ Աստծո սրտի մեջ չկա ցանկություն մեղավորները պատժելու։ Աստծո սրտի մեջ ցանկություն չկա, սիրելիներ, մեղավորներին կորուստ ուղարկելու, մեղավորներին դժոխք ուղարկելու։ Աստված ոչ մեկին դժոխք չի ուղարկում։ Աստծո սերը անսահման է մարդկանց հանդեպ։ Նա ասում է, ես մեղավորին մեռնելը չեմ ուզում։ Դա իր կամքը չէ մեր կորուստը։ Դրա համար ասում է մի դիպչիր։ Մեր կյանքը փնտրելու համար է ասում մի դիպչիր։ Մեր փրկությունը ցանկանալու համար է ասում մի դիպչիր։ Որևէ մեկը քո կյանքով այդքան հետաքրքրված չէ, որքան քո երկնավոր հայրդ։ Այդ իսկ պատճառով Տեր Հիսուսն ասաց, իր առաքելության նպատակը որն է, իր աշխարհ գալու նպատակը որն է։ Ինչ ասաց։ Ասաց, ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք եւ ել ավելի կյանք։ Ուրիշտեղ Հիսուսն ասաց, մարդու որդին չեկավ աշխարհ, որպեսզի աշխարհը դատի, այլ որպեսզի աշխարհը փրկի։ Իր գալու նպատակը չէ, որ Աստծո պատիժը բերի մեղավորներին։
Մի անգամ երկու եղբայրներ եկան Հիսուսի մոտ իրենց դատով եւ Տերն ասեց. ով ինձ ձեր վրա դատավոր դրեց։ Ինքը իրեն դատավոր չդրեց անգամ մեր վրա։ Աստված անգամ Հիսուսին դատավոր չդրեց մեր վրա։ Պողոս առաքյալն ասում է միայն Աստված ունի իրավունք դատելու եւ ասում է այն էլ չի դատում։ Ուրիշտեղ Հիսուսն ասում է ով որ որդուն հավատա նա կյանք ունենա, ով որ որդուն չհավատա արդեն դատապարտված է, որովհետև Աստծո որդու անվանը չհավատաց։ Ուրիշ խոսքով ոչ թե Աստված քեզ դատեց, այլ ինքդ քեզ դատապարտեցիր կորստյան, չհավատալով Հիսուսին։ Երբ որ Տերն ասում է պիղծ բանի մի դիպչիր, նա քո կյանքդ փնտրելով է ասում մի դիպչիր, նա քո երջանկությունդ փնտրելով է ասում մի դիպչիր, նա քո փրկությունդ ուզելով է ասում մի դիպչիր, նա քո ուրախությունդ փափագելով է ասում մի դիպչիր։ Աստված քեզ համար եւ ինձ համար շատ ավելին է ցանկանում, քան ինքներս ենք մեր համար ցանկանում։ Աստված մեր իրական պետքը գիտի։ Աստված գիտի մեր երջանկության համար, մեր ուրախության համար ինչ է հարկավոր, եւ Աստված գիտի, որ այդ պիղծ բանին դիպչելով, մեր մեղավոր ցանկությունները կատարելով, մենք իրականության մեջ երջանիկ չենք լինելու։ Այդ մեզ է թվում, եթե մենք մեր ցանկությունները իրականացրեցինք, եթե մեր փափագները, մեր ցանկությունները բավարարեցինք, մենք մեզ երջանիկ ենք զգալու։ Դա խաբկանք է, սիրելիներ։ Եթե դա խաբկանք չլներ, սիրող Աստվածը պատվիրաններից մեկը չէր դարձնի մի ցանկացիր։ Ինչու համար է ասում դա։ Իր կմահաճույքի համար, իր ուրախության համար, թե որ կարող է մենք ցանկանանք իրենից շատ ունենանք։ Հա ժամանակին մարդիկ ուզեցան Բաբելոնի աշտարակը շինել, հասնել Աստծուն։ Սատանայի ճիշտ նույն նպատակն էր, ինչ որ նախկինում չարը ուներ, հա, ինքն էլ էր ցանկանում հասնել Աստծուն։ Երբեք մարդը չի կարող իր ունենալով, իր հավաքելով Աստված դառնալ։ Կարող է փոքր գյուղաքաղաքում Աստված դառնա։ Կարող է փոքր շրջանում Աստված դառնա։ Ես երբեմն լսում եմ մեր հայ քրիստոնյա ժողովրդից ներկայացուցիչներ ինչպես են աստվածացնում այսինչ բարեգործին կամ այնինչ բարեգործին, այսինչ քաղաքական գործին կամ այնինչ քաղաքական գործին, ով որ իրենց մի քիչ հաց է տալիս, ով որ իրենց մի քիչ փող է տալիս, ով որ մի քիչ իրենց, չգիտեմ, ուտելիք է տալիս, էս է տալիս, այն է տալիս, Աստվածն է, մեր Աստվածն է, մեր Աստվածն է։ Կարող է գյուղի մակարդակով Աստված դառնաս։ Բայց Աստված մեկն է։ Եվ Աստված քո կյանքն է փնտրում։ Այդ իսկ պատճառով քեզ ասում է. Պիղծ բանի մի դիպչիր։ Ուրեմն սիրելիս, ամեն անգամ, երբ որ Տիրոջը հոգին քո մեջ հանդիմանի քեզ, ասի մի արա այս արարքը, երբ որ Աստծո խոսքը կարդաս, երբ որ Տերը քեզ խոսի եւ ասի մի արա այսինչ արարքը, երբ որ եկեղեցի կգաս եւ եկեղեցում կլսես Աստծո խոսքի падգամը, որ քեզ կհանդիմանի ասի մի արա այս արարքը, հիշիր մի բան, այդ ամենը սիրող շուրթերից է բխում։ Քո կյանքդ փնտրող, քո կյանքդ սիրող, քո երջանկությունդ փափագող հոր խոսքերն են սրանք։ Պիղծ բանի մի դիպչիր։ Երորդ։ Տերն ասաց. եթե ասում է պիղծ բանի դիպչեք, եթե այս նզովվածեն առնեք, դուք ալ նզոված կլաք, Իսրայելի բանակն էլ նզովքի մեջ ձգելով, զանիկա նեղության մեջ կձգեք։ Իսրայելի բանակն է անիծվելու եւ նեղության մեջ ընկնելու։ Եթե դուք պիղծ բանի դիպչեք, Իսրայելի բանակն է նզովվելու եւ նեղության մեջ ընկնելու։ Հետաքրքիր է։ Հազարավորներից մեկը թալան արեց եւ իր թալանը թաքցրեց, այդ արգելված գանձը թաքցրեց իր վրանի տակ։ Հազարավորներից մեկը քողարկեց իր մեղքը, սակայն հազարավորները քաշեցին դրա կործանարար հետևանքը։ Հասկանալի է։ Հազարավորներից մեկը այս թալանն արեց ու իր մեղքը թաքցրեց, սակայն այս մեկի արարքի պատճառով հազարավորները դրա հետևանքը կրեցին։ Տեսեք, 7-րդ գլուխ, Հեսու 7, 4 եւ 5-րդ համարները։ Ուրեմն Երիքովից հետո Հեսուն հրաման է տալիս, որպեսզի զորքը Իսրայելի բանակը գնա եւ գրավի հարևան քաղաքներից մեկը, Գայի քաղաքը, մեր Գայի արձանի հետ կապ չունի, ուրեմն Գայի պետք է գնային գրավեին եւ տեսեք ինչ ասում 7-րդ գլուխ 4-րդ եւ 5-րդ համարը։
Ուստի ժողովրդեն 3000-ի չափ մարդ հոն գնացին, բայց գայի մարդոց արջևեն փախան։ Եվ գայի մարդիկը անոնցմե 36 մարդու չափ զարկին, քանզի զանոնք դրանը արջևեն միջև Սեբարիմ հալածեցին եւ զարիվայրեն վար զանոնք զարկին, ուստի ժողովրդին սիրտը հալեցավ ու ջուրի պես եղավ։ 3000-ի չափ գնացին, որպեսզի գային գրավեն, սակայն հալածված ետ վերադարձան եւ 30 քանի հոգիներ էլ զարկված մահացան։ Զարմանալի բան, այս ինչ տեղի ունեցավ։ Փաստորեն մեկի արարքը պատճառ եղավ, որպեսզի բոլորը տուժվեն, շատերը տուժվեն։ Կարևոր է գիտակցել, որ երբ որ մենք արգելվածը իրականացնում ենք կամ այն ինչ որ Աստված անիծել է, այն ինչ որ Աստված մերժել է եւ այն մենք կատարում ենք, դրանով մենք ոչ միայն վնասում ենք ինքներս մեզ, դրանով ոչ միայն մենք վնասում ենք մեր եւ Աստծո միջև եղած հարաբերությունները, այլ նաեւ դրանով վնաս ենք հասցնում մեր շրջապատին։ Սա կարևոր է իմանալ, որտեղ շատ անգամներ մեզ թվում է, դե ես իմ արածներս, իմ ցանկություններս, ինքս ոնց կուզեմ, այնպես կվարվեմ։ Բայց հիշիր, որ դրանով դու վնասում ես նաև կողքիններիդ, որտեղ մեր կյանքերը ամեն կերպ կապված են իրար հետ։ Մեր արարքներով մենք պատասխանատու ենք ոչ միայն Աստծո առաջ, ոչ միայն մեր անձի առաջ, այլ նաև պատասխանատու ենք իրարու առաջ։ Իմ սխալը կարող է ճակատագրական հետևանք թողնել ձեր կյանքերի վրա։ Քո սխալը կարող է ճակատագրական հետևանք թողնել մեր կյանքերի վրա։ Նույնպես եւ իմ մի ճիշտ արարքը կարող է հետևանք թողնել ձեր կյանքի վրա եւ նաեւ քո ճիշտ արարքը կարող է հետևանք թողնել իմ կյանքի վրա։ Երևի թե մարդկային իմաստությունը ամբողջությամբ չի կարող այս հասկանալ, բայց հավատացնում եմ ձեզ։ Մեկ ճիշտ արարքը կարող է օրհնություն բերել շատերին եւ մեկ սխալ արարքը կարող է վնաս հասցնել շատերին։ Վերջերս ռուսական ալիքները ցույց տվեցին, թե ինչպես Մոսկվայի փողոցներից մեկը հարբած վիճակում շատ մեծ արագությամբ իր մեքենան վարելով մխրճվել էր ավտոկանգարի մեջ։ 10-ից ավել, եթե չեմ սխալվում, վիրավորվել էին եւ շատերն էլ մահացել էին։ Նրանցից շատերը երեխաներ էին։ Ինքը ողջ էր մնացել։ Սարսափելի բան, որ մեկը եւ խմած էր, հարբած էր։ Քեֆի է մասնակցել, ծնունդի է մասնակցել, չգիտեմ ինչ, խմած, հարբած իր ցանկություններն է բավարարել։ Իր ցանկությունները բավարարելով վնաս հասցրեց, անդառնալի վնաս հասցրեց քանի ընտանիքների։ Քանիսներ որփացան, քանիսներ որդեկորույս եղան։ Էլ ես չեմ խոսում այդ երեխաների մեջ գուցե վաղվա քաղցկեղի դեղը գտնողը կար։ Հասկանում եք միտքս։ Տեսնում եք, որ մեր սխալ արարքը կարող է հետևանք թողնել ուրիշների վրա, ուրեմն մենք պատասխանատու ենք մեկս մյուսի համար։ Աստված Կայանին հարցրեց, ասեց. եղբայրդ ուր է։ Կայանն ասաց. ով է ինձ նշանակել եղբորս վրա պատասխանատու եւ այլն եւ այլն։ Հիշում եք։ Իմ ինչ գործն է։ Ոչ։ Աստված քեզ տվել է եղբայր եւ դու պատասխանատվություն ունես նրա համար։ Իսկ դու ինչ արեցիր։ Իսկ դու սպանեցիր եղբորդ։ Ուրեմն մենք պատասխանատվություններ ունենք մեկս մյուսի հանդեպ։ Առաջին Կորինթացիս նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է 12-րդ գլուխ 26 համարի մեջ ասում է. եւ եթե մեկ անդամը նեղություն կրե, բոլոր անդամները կնեղվին անոր հետ, եւ եթե մեկ անդամը փառավորվի, բոլոր անդամները կուրախանան նրա հետ։ Երբ որ մեկ անդամը ընտանիքի մեջ նեղություն է կրում, բոլորն են նեղություն կրում, ճիշտ է։ Եթե մեկը ցավ է ունենում, բոլորն են ցավ ունենում։ Եթե մեկը խնդիրներ ունի, այդ խնդիրները վերաբերվում է բոլորին։ Ճիշտ է, ինչպես մարմնի անդամը։ Ձեռքը եթե վիրավորված է, ամբողջ մարմինն է վատ զգում։ Նույնպես եւ ասում է, եթե մեկը փառավորվում է, եթե մեկը ուրախանում է, եթե մեկը երջանիկ է, այդ երջանկությունը նույնպես տարածվում է բոլորի վրա։ Եթե մեկը ճիշտ արարք է անում,
այն ազդում է բոլորի վրա։ Ուստի սիրելիներ, հատկապես մարդիկ, որոնց որոշումներից կախված է շատերի ճակատագրերը, պետք է շատ զգույշ լինեն։ Լինի փոքր շրջանակի մեջ, լինի ընտանիքի մեջ, եթե դուք ամուսիններ եք, պետք է հիշեք, որ ձեր մեկ որոշումը, մեկ ձեր արարքը կարող է մեծ ազդեցություն թողնել ձեր ընտանիքի վրա, վերջացրած երկրի նախագահով, որ նախագահի որոշումը, նախագահի սխալ որոշումը, նախագահի սխալ դիրքորոշումը, կլինի դա արդարադատության հարցում, դե կլինի օրենքների հարցում, կլինի մյուսի հարցերում, մեկ սխալ որոշումը մարդու կարող է ճակատագրական լինել հազարավորների եւ միլիոնավորների կյանքում։ Այն ինչ որ տեղի ունեցավ Իսրայել ժողովրդի հետ։ Գաղտնի մեղքը, թաքնված մեղք, աքարը իր գանձերը թաքցրել էր վրանի տակ, կարծելով, որ ոչ մեկ չտեսավ, ոչ մեկ չիմացավ։ Գաղտնի մեղքը կարելի է որակավորել որպես նենգ քայլ։ Գիտեք ինչու՞մն է կայանում դրա նենգությունը, որ ոչ մեկ դա չտեսավ, հա? Կարծես թե ոչ մեկ չի տեսնում դա, թաքնված է այն, սակայն Աստծո դատաստանը բացահայտ է գալիս։ Եվ Աստծո դատաստանը ազդում է բոլորի վրա, եւ մարդիկ չեն հասկանում ինչի համար։ Ինչը պատճառ եղավ։ Որտեղ է թաքնված արմատը, պատճառը։ Եվ ինչ տեղի ունեցավ Իսրայել ժողովրդի հետ։ Ժողովուրդը շփոթվեց, ժողովուրդը սխալ եզրակացության հանգեց։ Տեսեք, 7-րդ գլուխ, 6-րդ եւ 7-րդ համարի մեջ կարդում ենք ինչ տեղի ունեցավ։ 7, 6 եւ 7-րդ համարները։ Հեսուն իր հանդերձները պատրելով, երբ որ ժողովուրդը պարտված վերադարձավ, Հեսուն իր հանդերձները պատրելով Տիրոջը տապանակի առջև երեսի վրա գետին ընկավ միջև իրիկուն, թե ինքը եւ թե Իսրայելի ծերերը ու իրենց գլխուն վրա հող ցանեցին։ Հեսուն ասաց. «Ողտեր Եհովա, ինչու համար այ ժողովուրդը Հորդանանի ազդի կողմեն անցկացրեցիր, որպեսզի մեզ ամորացիներուն ձեռքը մատնես ու մեզ կորսնցնես, երանի թե զոհ ըլլալով Հորդանանի այն կողմը մնայինք։ Ողտեր, Իսրայել իր թշնամիներին առջև կրնակ դարձնել են հետո, ալ ես ինչ անեմ»։ Տեսնում եք, որ ժողովուրդը շփոթության էր մատնվել, ժողովուրդը սխալ եզրակացության եկավ եւ Հեսուն իր աղոթքի մեջ կարծես թե Աստծուն է մեղադրում։ Եվ ինչ է ասում, ասում է Տեր, մեզ բերեցիր այստեղ, որպեսզի մեզ կորսնցնես, մեզ բերեցիր այստեղ, որպեսզի մեզ կործանես, երանի չէր գետի այն կողմը մնայինք եւ այնտեղ մեռնեինք։ Փաստորեն այս շփոթությունը ծագեց այն բանի պատճառով, որ մեկը մեղք էր գործել եւ այն թաքցրել էր։ Եվ մարդիկ չիմանալով պատճառը, թե որտեղից եկավ այս դատաստանը, որտեղից եկավ այս արդյունքը, գիտեք, պատիժ ասված է իրականության մեջ, այսինքն ժողովուրդը ինքն իրեն պատժեց։ Որտեղից եկավ սա, սկսեցին սրանում մեղադրել Աստծուն։ Այդպես չէ շատ հաճախ մենք մեր կյանքի խնդիրների համար ում ենք մեղադրում։ Աստծուն ենք մեղադրում։ Ես շատ եմ լսել ժողովրդի կողմից Աստծո հանդեպ մեղադրանք է։ Բայ եթե Աստված կա, ինչու համար սենց, ինչու համար, եւ Աստված է ամեն ինչու մեղավոր։ Ձեր մեջ փնտրեք մեղավորին։ Ձեր մեջ փնտրեք մեղավորին։ Այսօրվա մեր կյանքի վիճակը, այսօրվա մեր լինի տնտեսական, լինի հոգեբարոյական վիճակի պատճառը ուր ենք փնտրում, որտեղ ենք փնտրում։ Աստծո մեջ, թե մեր մեջ։ Այն մեղքի նենգությունը դրանում է կայանում։ Փնտրենք մեր մեջ եւ մեղքը դուրս հանենք, որովհետեւ միջև մեղքը դուրս շահանվեց, միջև մեղավորը դուրս շահանվեց, եւ իմիջիալոց շատ դաժան պատժի արժանացավ, քարկոծվեց, եթե պատմությունը կարդա, քարկոծվեց եւ վերջը այրվեց իր ընտանիքով հանդերձ, որովհետեւ մեղքը տեղ պետք է չունենա Աստծո ժողովրդի մեջ։ Այսպիսի խիստ պատիժներ էին նախատեսված այն ժամանակ։ Իսկ հիմա մենք ոչ թե մեղքը կամ մեղավորը դուրս չենք հանում մեր կյանքից, մեր շրջապատից, այլ ընդհակառակը գովաբանում ենք։ Մենք խոսում ենք մեղավորի իրավունքների մասին։ Ուրեմն ամեն մեկս հարց տանք մեզ. ունեմ ես արդյոք թաքնված մեղքեր։ Կասկած ծնվեց Աստծո հանդեպ, հաղթանակի հանդեպ հավատքը կորավ, մահը դարձավ ավելի ցանկալի բան։ Նայեք կրկին անգամ մեր ժողովրդին։ Մենք հաղթանակ տարած ժողովուրդ ենք։ Մենք 94 թվականին
հաղթանակ տարանք, մենք ազատագրեցինք մեր հողերը։ Երևի թե Տիգրան մեծից հետո մենք երբեք հող չենք ազատագրել, բայց միշտ կորցրել ենք։ Պատմության մեջ երևի առաջին անգամ էր Տիգրան մեծից հետո, որ մենք հաղթանակներ տոնեցինք ու ազատագրեցինք մեր հողերը։ Այսօր մեր ժողովուրդը պետք է գլուխը բարձր մանգար։ Հպարտությամբ պիտի քայլեր որպես հաղթանակած ժողովուրդ։ Բայց այսօր մեր երկիրը մեր դատարկվում է ինչու համար։ Մեր զինվորը, մեր երեկվա ֆիդային այսօր սոված է, քաղցած է տունը, ինչու համար։ Նրանք, ովքեր որ ոչ մի լումա չեն ունեցել այդ պատերազմում, այսօր շքեղ կյանքով են ապրում։ Նրանք, ովքեր որ իրենց կյանքը դրեցին, իրենց զավակները զոհաբերեցին այդ հաղթանակի համար, այսօր ստիպված երկիրն են լքում։ Որտեղից այս հոգեբանությունը եկավ, որովհետև մեղքը տեղ գտավ մեր ժողովրդի մեջ, որովհետև մեղքը բուն դրեց մեր կյանքերի մեջ։ Իսկ Աքարը կարծում էր, թե իր մեղքը փոքր մի բան է, իր ցանկությունը փոքր մի բան է, առանց մտածելու դրա հետևանքների մասին։ Ուստի սիրելիս, ավարտին, մեկ խնդրանք ունեմ քեզ, ճշտիր քո մեջ, ինչ ես կամենում դու, ինչ է քո ցանկացածդ, ինչ ես կամենում ինքդ, որն է քո ցանկությունը։ Ցանկությունները կարող են տարբեր լինել, տարբեր ցանկություններ կարող եք ունենալ, լավ, վատ, բայց մի բան կա, որ երանի դա ցանկանաս։ Եվ այդ բանը սա է. կամեցիր Աստծո կամքը, ցանկացիր Աստծո կամքը, Աստծո կամքը հզոր մի բան է, Աստծո կամքը բարի է քեզ համար, բայց Աստծո կամքը ոչինչ կտա քեզ, եթե դու չկամենաս այդ կամքը։ Ուրեմն կամեցիր Աստծո կամքը եւ երկրորդը աներկբա, առանց կասկածի, առանց երկմտելու ցանկացիր այն կատարել քո կյանքում։ Պատերազմիր սեփական ցանկությունների դեմ եւ իրականացրու Աստծո կամքը եւ փոխարենը օրհնություն կառնես անեծքի փոխարեն։ Կհաղթես պարտության փոխարեն, կապրես հավիտյան, հավիտենական մահվան փոխարեն։ Տերը թող օրհնե ձեզ եւ Տերը շնորհե, որ չցանկանանք արգելվածը իր փառքի համար եւ ի բարօրություն մեզ